Ստեփան Նիկոլ Փաշինյանը շատ լավ խորհրդատուներ, շակերտարով, որոնք շատ լավ ուսումնասիրել են եկեղեցի պատմությունը եւ դրա երկպառակտչական որոշ փառք եւ շինծու դերակներ եւ գնում են այդ ճանապարհով։ Որպես պատվաբան ուզում եմ ասել, որ դժբախտաբար մեր պատմության ընթացքում եղել է մի կարճ ժամանակահատված 591-ից 602 թվականը, երբ հակաթոռ կաթողիկոսություններ են ստեղծվել։ Ինչ է հակաթոռ կաթողիկոսությունը։ Հակաթոռ կաթողիկոսությունը հետևյալն է, որ պաշտոնական կաթողիկոսությանը զուգահեռ նրան հակառակ ստեղծվում է կաթողիկոսություն, որը փաստորեն ընդդիմադիր է պաշտոնական կաթողիկոսարանի։ 591 թվականին նման բան եղել է, երբ որ Հայաստանը զրկված էր պետությունից, եւ Հայաստանը բաժանված էր ըստ էության երկու մասի, արևելյան մասը Պարսկաստանի տիրապետության տակ էր, Դվին կենտրոնով, արևմտյան մասը Բյուզանդիայի տիրապետության տակ էր, այնուամենայնիվ Դվինը դա կաթողիկոսության կենտրոնն էր, այնտեղ դահակալում էր ամենայն հայոց վեհափառը, միայն ժամանակ ամենայն հայոց վեհափառ չէր կոչվում, ամենայն հայոց վեհափառ սկսվեց կոչվել ավելի շատ 15-րդ դարից, հայոց կաթողիկոս էր կոչվում եւ բյուզանդացիների մորիկ կայսրը իր արտաքին քաղաքական խնդիրները լուծելու համար Ավանում ստեղծեց հակադիր, հակաթոռ կաթողիկոսություն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ օրինակով ուզում է այդ հովանավանքի շուրջ ստեղծի հակաթոռ կաթողիկոսություն, աղանդավորներին, չգիտեմ, իր կողմնակիցներին, պաշտոնական եկեղեցու հայրերի դեմ շարժում կենտրոնը սարքի դա։ Եվ քիչ առաջ այդ պարլամենտում ինքը հայտարարեց, որ պետության բալանսում կան եկեղեցիներ, կան անվարձահայտ ցույց տված եկեղեցիներ, որոնք իրանք հետ կվեկալ են, պարզա, որ սա գնում է հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու ճանապարհով եւ փաստացի անում է շատ վատ բան, պառակտում է հայոց եկեղեցին, պառակտում է։ Ուզում եմ ասեմ, որ նման տխուր օրինակ մենք ունեցել ենք 6-րդ դարին։ Պարզապես շատ կարճ տևեց, ընդամենը 11 տարի, 602 թվականին պրծավ այդ հակաթոռ կաթողիկոսությունը ստեղավարում է։ Այսինքն այս ամեն ինչը հանգեցնելու է քաղաքացիական բախումների, պարոն Այս ամեն ինչը նախ եւ առաջ հանգեցնելու է հայ եկեղեցու հերթական պառակտման, որին տանում է Նիկոլ Փաշինյանը եւ նրա սպասարկող ճակերտավոր սպասավորները։ Բայց այս սպասավորները քիչ են կարծես, չէ՞, պարոն Շարմազանov, Փաշինյանի նույնաջակցում, ավելի շատ հսկողականությունը բաղախավի մայրակցի։ Աստվածտա քիչ լինեն, աստվածտա խոնարհությունը, Աստծո ծառայությունը ու եկեղեցու հավատարիմ մնալը եւ եկեղեցու հայրապետին հավատարիմ մնալը եւ կանոնագիր հայոցին եւ դատաստանագրքի կետերին հավատարիմ մնալը լինի հստակ։ Բայց ես ասում եմ այն, ինչ ճանապարհով որ իրեն գնում են, ասում եմ օրինակ տես բան եղել է 6-րդ դարում, հակաթոռ կաթողիկոսություն է ստեղծել, հիմա այն ինչ որ ինքը անում է Կիրակի օրով, երբ որ գնալու է պատարագի, կարգալուց եղած հոգեվորականի պատարագի մասնակցելու, եւ այն ինչ որ ինքը քիչ առաջ ասել է պարլամենտում, որ պատրաստվում է պետության բալանսի տակ գտնվող եւ առաքելական եկեղեցուն անհատույց դրված եկեղեցիները հետ վերադարձնել, ինչի մասին է խոսում։ Խոսում է նրա մասին, որ այն որ Դեմիրճյանի հայը կարդացել եք, Դեմիրճյանի հայը ինչ ասում ամեն հայ իր համար մի եկեղեցի ասարկում, ու այս մի եկեղեցին գնում է, մի եկեղեցին չի գնում, եւ շատ մեծագույն պառակտում կարա լինի ու շատ վատ բան կարա լինի։ Ես հուսով եմ, որ մեր հավատացյալ ժողովուրդը, մեր քաղաքացիները չեն տրվի այդ երկպառակտությանը, բայց փաստը նա է, որ Կիրակի օր ինքը ինչ որ անում է, դա հակաթոռ կաթողիկոսության ստեղծելու եւ վեհափառ հայրապետին եւ պաշտոնական հայրաքելական եկեղեցու դուրս դրվելու նոր ինչ-որ շարժում է։ Մի կուսեք դա ասեք նոր
Նիկոլյան շարժում, նոր Արամյան շարժում, նոր աղանդավորական շարժում, նոր Պավլիկյան կամ Թոնդրակյան շարժում, կամ նոր Մորիկյան շարժում։ Բայց փաստը դա է, որ գնում է այդ ուղղությամբ, եկեղեցու պառակտելու։ Ես պարզապես որպես պատմաբան ներկայացրեցի, թե ինչն է նա հիմք վերցնում ըստիս։ Դե հետո ինչ կլինի, չգիտեմ, ես իմ կոշտեն միշտ եղել է, որ մենք կանգնած լինենք մեր եկեղեցու մեջը, մեր եկեղեցու հայապետի, մեր եկեղեցու հայրերի եւ մեր միասնական հավատի։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ իրենք քաղաքականապես պատրաստ են ճանապարհ տալ Ադրբեջանին, բեռները տեղափոխի Թուրքիայի եւ հակառակ ուղղությամբ, սակայն տեխնիկապես պատրաստ չէ, նշել է, որ տեխնիկական հարցերն պատրաստ են ճանապարհ տալ Ադրբեջանին, որպեսզի իր բեռները Հայաստանի տարածքով տեղափոխի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ։ Սակայն նշել է, որ տեխնիկապես պատրաստ չենք, 2-3 տարի անց տեխնիկապես պատրաստ կլինեն եւ ինքը հույս ունի, որ 2-3 տարի անց էլ ինքը լնելու է վարչապետ։ Դե միշտ հայտարարում են ազգային ժողովում։ Հայաստան չի լինի այդ ժամանակ արդեն, եթե այս տեմպերով մենք գնանք։ Դասական իմաստով Հայաստան չի լինի։ Կլինի Էրմենիստան կամ Արևմտյան Ադրբեջան ըստ էության։ Փաստ եմ ասում, եթե Հայաստանը պետք է հրաժարվի անկախության հռչակագրից, եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է նոր սահմանադրություն գրել, որտեղ անկախության հռչակագրի դեպքերը չեն լինելու, որտեղ ցեղասպանության միջազգային ճանաչման մասին խոսք չի լինելու, Արցախի մասին խոսք չի լինելու, անկախության հռչակագրի դեպքերը չեն լինելու, Արարատը մեր ազգային սիմվոլից վերածվելու է, դերատակ ինչա։ Եկեղեցու բացառիկությունը վերածվում է, այդ ընթացքում եկեղեցին պառակտվում է, կամ ինքը պառակտում է, ինչ-որ ինչպես Մորիկ այսօր մարի ժամանակի, դուք արդեն տեսեք, արդեն դա ընդամենը տարածք է, թե պետություն։ Պարոն Համազանյան, ինչն է իրենց խանգարելու, որ Նիկոլ Փաշինյանը չկառավարի եւս 2 տարի, երբ արդեն 16 քաղաքական ուժեր պատրաստ են 26 թվականին գնալ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների։ Գիտեք, ինչի՞ չէ, ովքեր են խանգարելու։ Ես հույս ունեմ, որ հայ ժողովուրդը պետք է արթնանա եւ կլինի իմպիչմենտով թե առանց իմպիչմենտի, այնուամենայնիվ կգիտակցի, որ այս ԿՊԱ-ական խմբակը ոչ թե խաղաղություն է բերում, այլ ադրբեջանացում, հնազանդեցում եւ նոր սպառնալիքներ։ Այսինքն քո բոլոր զենքերը դու վայր ես դնում թշնամու առաջ եւ քո հույսը Ալիևի հումանիզմն է։ Իսկ ոնց կարելի է օրինակ ուրախանալ, ցնցալ ամբողջ ԿՊ-ով, որ չես Ադրբեջան ծորենը մտնում է Հայաստան, երբ որ Ադրբեջանում գտնվում են քո եղբայրները։ Ոնց կարելի է ցնցալ մի բանի մասին, երբ որ եթե տենց լիներ Արցախահայությունն էլ այդ ոնց է դուրս գալիս։ Արցախահայերը 10 ամիս սոված ծարավ մնացին, բայց Աղդամի ճանապարհից օգնություն չստացան, չվերցրին ադրբեջանցիներից։ Չէ, Ալիևը Աղդամով էր ուզում, այդ Կարմիր խաչ Աղդամով գալիս է, Ղարաբաղի Արցախի ժողովուրդը հրաժարվեց թուրքերի, ասենք ադրբեջանցիների տված այդ հացը, այդ օգնությունը վերցնել։ Իսկ այսօր ամբողջ ԿՊ-ով կանգնում են ասում են, մի հատ ասեք, լավ է թե վատ է։ Իհարկե վատ է։ Իհարկե վատ է։ Այս պայմաններում, երբ որ դեռ մեր երեխաների այունը չի չորացել, երբ որ նրանցից շատերը անհետ կորած են, որոշները գերեզմաններ դեռ չունեն։ Մի մասն Բաքվի բանտերում է։ Քեզ մորթողի հացը բերում մի հատ էլ ուտում ես, մի հատ էլ ուրախանում ես, ասում ես լավ է թե վատ է։ Այսինքն մենք ինչ ենք, վեր ենք կացվել Հրանտ Մաթևոսյանի ասած այն անասունի, հա։ Այն որ Զաքին մորթել էին երեք, բայց ինքը այսօր նստած խոտա արածում, հա, հիշողությունից զրկվել ենք։ Ես կներեք, ես միշտ էլ խաղաղասիրության կոչ եմ արել, ինչպես, բայց այդ ամեն ինչը պետք է լինի արժանապատիվ։ Պետությունը չի համարաստեղծ։ Անկախություն, ազատություն չէ նախ եւ առաջ։ Ու արցախցիները ապացուցեցին, չէ՞ որ իրենք ամեն ինչից վեր դասում են ազատությունը։ Նրանք հրաժարվեցին նույնիսկ իրենց հայրենիքում ապրելու մի պարագայում, եթե դա պետք է լինի թուրքական, ադրբեջանական ստրկացման ճանապարհով։ Ու դա բնական է։ Աստվածաշունչը որ նայում ես, նույն հրյա ժողովուրդն է դուրս է եկել, չէ՞։ Եգիպտոսի մեջ դուրս է եկել, Աստված իրանց տայել է իրանց ավետաց երկիր։ Այսինքն ես զարմանում եմ, էլի, ասինքն չեմ ուզում ոչ եթերային բառապաշարով ասել, էլի։ Այն մի գդալ ճաշի պատմությունը բոլորդ էլ գիտեք, էլի։ Բայց լավ, այդ ամեն ինչը արժանապատվություն պետք է լինի։ Քո եղբայրները Բաքվի բանտում են, դուք ցնցում եք, որ
ծորենը չերես Ադրբեջան գալիս, հա։ Ղարաբաղը չտայք, Ղարաբաղից լիքը ծորեն էր գալի Հայաստան։ Արցախ ինչքան ծորեն էր Հայաստանին տալի։ Չհանձնեիք Արցախը, ծորեններ կլներ ամեն ինչներ։ Արցախը հանձնել եք։ Գեյներին թողել եք Բաքվում։ 5000 կամ հազարավոր զոհեր եք տվել։ Տասնյակ հազարավոր վիրավոր եք տվել։ 120,000 արցախցիներ անտուն եք թողել։ Այդ ամբողջ Արցախի հարստությունը թողել եք Թուրքին, պլյուս դրան Սերժ Սարգսյանի բերած 6 միլիարդ զենքը որպես մետալալում թողել եք Ադրբեջանին տրաֆե, հիմա էլ կանգնում գլուխ եք գովում, որ չես Ադրբեջան ղազախական ծորեն է գալու Հայաստան։ Շամազանովը մեկնարկել է զվարաշապատի ընտրությունների քննարկումը եւ առաջի ստորվալից մամուլում հրապարակումներ կամ բազմաթիվ, որ սկսվել է վարշական ռեսուրսի կիրառումը, չարաշահող։ Յարդեն իրավապաշտպաններն են դրա մասին խոսում, լրագրողներն են դրա մասին Ու խոսում։ անդադ քպականները Facebook-ում գրում են, որ Գյումրի 2 չի լինելու, Գյումրի 2 չի լինելու, ամեն դեպքում փորձում են ամեն ձև այնպես անել ցանկացած խախտում, որ Գյումրի 2 սցենարը չի։ Բայց ինչ եք միայն Գյումրի 2, այդ ԿՊՆ-ը որտե է հաղթել դիմում։ Ալավերդիում է հաղթել, Վանաձորում է հաղթել, Բերդում է հաղթել, Մասիսում է հաղթել, Երևանում է հաղթել, Գյումրիում է հաղթել, այդ որտեղ է հաղթել։ Մի քանի տեղ է էլի հաղթել։ Սյունիքի քաղաքներում է ԿՊՆ հաղթել, որտեղ է հաղթել։ Կամ վերջում ֆոկուս են արել այդ քաղաքապետերին։ Շանտաժ են արել, թե լեզու են գտել հետները, չգիտեմ ինչ է, կամ քրեական գործեր են արել։ Կամ էլ անաստագողություն են արել, կներեք այս վառապաշարի համար, մանդատագողություն են արել, դարձել են քաղաքապետ, ոնց որ արեցին բանում։ Ալավերդում արեցին բանում, Երևանում ինչի ընտրվել է, այդ որ մեծ համայնքում է ԿՊՆ ընտրվել, որ մի հատ էլ ասում են Գյումրի 2, դες տպավորություն է մտում, թե մնացած համայնքներում իրանք հաղթել են, մենակ Գյումրիում են փոքրամասն։ Ենթադրվում է, որ համապետական մեծ ընտրություններին ավելի մեծ ուժով փորձեն ձայնել։ Ես չեմ ուզում հիմա ընտրությունների օրակարգի մասին խոսել, որտեղ մեր կուսակցության օրակարգում այս պահին վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է եւ երեք մեր ֆրակցիայի ղեկավարն պարլամենտում հայտարարեց, որ անկախ պատգամավորների հետ բանակցություններ են գնում եւ նրանք չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործընթացը։ Այսինքն, քանի դեռ այս գործընթացը գնում է, ես կարծում եմ դեռ 8 ամիս կա ընտրություններից մենք կարող ենք խոսել ավելի լուրջ։ Ես եթերներով հարցերին հակված չեմ պատասխանել։ Մի բանական հայտ է, ամեն ինչ պետք է հանրությունը որոշի, պետք է հայ ժողովուրդը որոշի, գիծը քաշված է, յուրաքանչյուր հայ մարդ, Հայաստան յուրաքանչյուր քաղաքացի պետք է ասի ինքը Ռուբիկոնի նիկոլական ապրում է, թե ազգային ապրում է, կամ պետական։ Պարոն Շարմազանով արդեն որոշվել է, որ ինվալիդների ժամկետային ծառայությունը անկետը վերջացել ու երկու տարվա փոխարեն ծառայում։ Ես զինվորական, ասեմ, ես զինվորական գործերի մասնագետ չեմ, իսկ դա շատ լուրջ հարց է։ Պարոն Տիգրան Աբրահամյանը մեր կարծիքը շատ հստակ հայտնել է։ Ես կարծում եմ, որ Տիգրան Աբրահամյանը շատ պրոֆեսիոնալ, մասնագիտական, նաև քաղաքական գնահատական է դարձել։ Այո, պարոն Շարմազանով, Թրամփը ուզում էր Փաշինյանին, Ալիևին հարցրեց, որտեղ է հայրենագիծը, ցույց բնակչություն զգացել, այդպես վերաբերվեց։ Ես 18 թվականից ոչ մի զգացում չեմ ունենում, 20 թվականի նոյեմբերից հետո արել եմ։